Պարոն Սահակյան, ո՞նց եք գնահատում ձեր և Թեղուտ ՓԲ-ի ACP ընկերության ղեկավարների համագործակցությունը շնորհի խնդիրները լուծելու գործում։ Անկեղծորեն ասած, դեռևս բավարար մակարդակի չէ, առանձին խնդիրների քննարկման ժամանակ ունենում ենք կարծիքների լուրջ հակասություն, բայց որ սա այլ տեղից շարժվել է, ես համոզված եմ։ Ես անձամբ աշխատում եմ, որպեսզի նրանց հետ կառուցողական, աշխատանքային, գործընկերային հարաբերություններ ունենամ։ Բայց համոզման կան առանձին էլեմենտներ, որ մեր տվյալ խնդրի շուրջ մոտեցումների մեջ կան էական տարբերություններ, որը հետագայում որ կոմպրոմիսային տարբերություն ստանալու։ Պարոն Արզումանոս, բացարձակապես կիսում եմ ձեր կարծիքը, երբ խոսքը վերաբերում է փոխադրամիջոցներին, որովհետև օրենքի գույքարկի մասին օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ կետի երկրորդ ենթակետում ստեղ հստակ գրված է հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին, այսինքն մեր այն մյուս հոդվածը 113 հոդվածը երկրորդ կետում հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքարկ վճարող կազմակերպության գտնվելու փակագծում հաշվառման վայրի համապատասխան քյուչի։ Այստեղ անտագոնիզմ առաջանում։ Այս հարցը մենք պայմանավորվել ենք, ոնց որ դուք ներկայացրեցիք, այդ ճանապարհով գնանք պարզաբանման համար, թե սրա լուծման բանալին ու մոտ է։ Բայց անշարժ գույքի մասը որևիցե խնդիր ես չեմ տեսնում, բայց այդ դեպքում ինչի չի արվում։ Ինչի չի արվում, ովի գասի։ Ինչ արվում։ Մենք բոլոր այն անշարժ գույքը, որը որ ունենք, մենք չունենք անշարժ գույք, որը որ շնողի տարածքում կամ Թեղուտի տարածքում է, որի համար գույքահարկը վճարում է այլ համայնք։ Որտե՞ղ։ Չէ, չունենք այլ համայնք։ Ունենք, այլ համայնքում ունենք, այլ համայնքում ենք վճարում, բայց առաջի կետով հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարդիկ։ Նույնը կրկնմանը 13 հոդված։ Վեճ ունենք իրար, չունենք, չէ։ Վեճ չունենք, բայց գործեր չկա մեջ։ Գույք էլ չունենք։ Դուք չէ, հիմա գույքը մեր ավարտում Վասիլիչ, մենք Եթե շենք շինությունը ավարտվել է, ինչի համապատասխան գրանցում չի ստանում կադաստրում։ Դա նշանակում մենք այդ հարկերի հավաքագրման մասով մեզ վերաբերում։ Լրիվ այն լիազորությունները, ինչ որ վերապահված է հարկային մարմինները, տվյալ համայնքի ղեկավարության ոչ մի տարբերություն չկա։ Հիմա մենք ստուգենք այդ արդեն շահագործման հանձնված կառույցները, ինչի այդ ռեգիստրում համապատասխան Սահակյան, չես շատ նախաձախնդիր ու հետևողական է եւ ես իսկապես շատ ուրախ եմ եւ կարծում եմ որ գյուղացիները պետք է դրանից շատ ուրախ լինեն այդ հարցը դուք մի անգամ չի որ բարձրացրել եք անցած անգամ մեր հանդիպան ընթացքում դրա մասին խոսել ենք պայմանավորվել ենք որ եթե նույնիսկ ունենք շինություններ որոնք որ դեռևս ավարտական վկայական չունեն այսինքն կադաստրում գրանցված չեն որովհետեւ մենք չենք կարող կադաստրում չգրանցված շինության համար գույքահարկ վճարել Եթե ունեն նույնիսկ շինություններ, օրենքը թույլ է տալիս, որպեսզի անավարտ շինության համար վկայական հանվի։ Ձեր ներկայությամբ հանձնարարականը տրվել է, Ուղին Վասիլիչ, դա եղել է մի ամիս առաջ ընդամենը, որպեսզի գույքագրենք մենք բոլոր այն շինությունները, որոնք որ չունեն այս պայմանությամբ ավարտական վկայական շինարարության փուլում են, այնուամենայնիվ հնարավոր է որպես անավարտ շինարարության օբյեկտ գնալ եւ կադաստրում վկայական հանել, օրենքը դա թույլ է տալիս։ Այդ հանձնարարությունը տրված է դրա վրա աշխատում են։ Ինչքան կտևի այդ գործընթացը։ Ուրա Պապոյանը։ 2-3 ամսից Իհարկե հերթական գրանցում։ Բոլորի չափագրում պետք է արվի, ովի գասի։ Գիտեք, որ համայնքային բյուջեն ձևավորում է մեր վարչական տարածքում գործող Ովի գասի ջան, եկեք սենց պայմանավորում, կներեք, շաքարով կտեմ ձեր խոսքը, եկեք սենց պայմանավորում ենք։ Սպասում ենք Ռուբեն Գարեգինչի ասած 3 ամիսը, 3 ամսվա ընթացքում մենք տեսնում ենք ինչ վկայականներ ա որ ունենք, որպես անավարտ շինարարություն, որ մենք պետք է սկսենք գույքահարկ վճարել, այս անցած 3 ամիսների համար մենք որպես նվեր երկու համայնքների գույքահարկ վճարել։ Նորմալ է։ Նորմալ է, թե նորմալ չէ։ Եթե
Մենք ստեղ խոսում ենք, լուրջ մարդիկ ենք, ես ինչ գնում ձեզ չհավատալու։ Ով գասնեջ 3 ամիս ուղղակի թիվը որոշելու համար 3 ամիս հետո մեր սեղանին հայտնվում է թիվը, որը որ պետք է վճարենք այդ անավարտ շինությունների համար, անցած 3 ամիսների համար մենք այդ գումարը որպես նվեր տալիս ենք 2 ամիսների, որպեսզի ձեր մոտ խնդիր մտավախություն չառաջանա, որ ասենք ձգձգում են, որպեսզի գումարը ուշ վճարենք։ Լավ։ Եղավ, պայմանավորեցինք, ինձ մոտ հարց առաջանում։ Դուք արդեն բավականին տևական ժամանակ այս ընդերքը, այս կոնկրետ դեպետի ավազանին հարակից տարածքը, որպես այդ գրավիլի օգտագործել եք։ Բա այդ ո՞նց եք օգտագործել, երբ որ դրա լիցենզիան չունեք։ Գասեմ, ով գասեմ։ Դա հարցը։ Ես գիտեմ դրա պատասխանը։ Դուք բարձեք դարձեք փորձարկել եք։ Օրենքի շրջանակներում Մովիկ Վասիլիչ, մենք Արզումանյան, դուք արդեն խոսքի մեջ պարոն Պապոյանն ասեց, որ բետոնային աշխատանքները ավարտական փուլում են եւ շուտով շնորհ գետը նշանակում, որ շեբերի պալիքը բերել եք ու ձեր բետոնային աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու փուլում են, բայց այդ հազարավոր խոհանարդ մետրերը դեռ փորձարկման փուլում են։ Մովիկ Վասիլիչ, նախ շեբենը դուք շատ լավ հավանաբար գիտեք, որ հարկավոր է ոչ միայն բետոնային աշխատանքների համար։ Մեզ հարկավոր է ավելի քան 100,000 տոննա շեբեն ոչ բետոնային աշխատանքների համար։ Հիմա հարցը ինչու՞ն է կայանում։ Բետոնային աշխատանքների համար շեբենը հարկավոր է բերել եք, հիմա դուք ասեցիք գիտեմ պատասխանը ոնց եք բերել, այդ դեպքում ինչի եք հարցնում։ Չէ, ես ասում եմ, որ ես գիտեմ դրա։ Օրինական եք բերել, ամբողջությամբ օրինական եք բերել։ Այդ օակը ձեզ տալիս է նախարարությունը, տալիս է փորձնական հանույթի թույլտվությունը, այդ փորձնական հանույթի թույլտվությունը ձեր տալիս է շարունակեք, թե չէ։ Բայց դուք արդեն արտոնաբերական այդպես չի Մովիկ Վասիլիչ, մեծ անհամեմատ ավելի մեծ չի ավարտում, Մովիկ Վասիլիչ, չի ավարտում, անհամեմատ ավելի մեծ ծավալով ընթացակարգ կա, նույն թեղուտի դեպքում դուք հավանաբար շատ լավ տեղակ եք, նախ պետք է դուք պաշար հաստատեք, պաշար հաստատելու համար պետք է փորձնական հանույթ ունենալ, դուք չեք կարող առանց փորձնական հանույթի, շատ ավելի դժվար է եւ շատ ավելի քննադատելի է, երբ որ առանց փորձնական հանույթի գնում եք ասում եք ես նայել եմ երկինքին ու որոշել եմ որ այստեղ այս կարգի պաշարներ կա, հնարավոր է այս կարգի արժեքներ կորժել։ Դրա համար նախարարությունը դիմում եք տալիս է փորձնական հանույթի թույլտվություն, փորձնական հանույթի շրջանակներում դուք ուսումնասիրում եք տվյալ հանքավայրը, տվյալները ներկայացնում եք նախարարություն, ասում եք այս նախարարություն, այս տվյալների հիման վրա խնդրում եմ ինձ տուր արդյունահանման թույլտվություն։ Հիմա մենք դիմել ենք նախարարություն, որպեսզի արդյունահանման թույլտվություն տա, նախարարությունը դիմելած էս ասում է ձեր կարծիքը տվեք։ Ի՞նչն է սխալի պրոցեսը։ Ես խնդրում եմ ինձ ասեք, այդ փորձնական արդյունահանումը ինչ ծավալներով է։ Մենք գրավոր ձեզ տեղեկանքը կտրամադրենք։ Մինչև ինչքան ծավալն է։ Որևէ խնդիր չկա։ Դա ավարտվել է արդենած փորձնական։ կտանք Մովիկ Վասիլիչ։ Եվ որտեղ ավարտում է փորձնական։ Ոչ մի խնդիր չկա, մենք ձեզ կտանք այդ փորձնական հանույթի թույլտվության փաստաթղթերը ձեր տրամադրության տակ կլինի։ Պրոբլեմ չկա, չէ՞ դա տալու։ Շատ լավ։ Ես մի հարցելու ավարտեմ։ Մենք արդեն ասեցինք, որ եւ գյուղնախարարի եւ բնապահպանության նախարարի հրամանով տրված ընդհանուր անտառհատումների ծավալը եւ ժամանակացույց համոշակած ըստ տարիների թե որ տարվա տրվածքով ինչքան թույլատրում։ Եթե հիշողությունին չի դավաճանում 2013 թվականի թույլատրության ծավալը մակերեսը անտառհատման 13 հեկտար, որ ես կարող եմ այդ հրամաներով հիմնավորել։ Հիմա խնդրում եմ ասեք, այդ 213 հեկտարը կարող եք ինձ որպես համայնքապետ ներկայացնել, թե այդ տվյալ պահաբաժնի որ քառակուսում, որ անտառամասում է իրականացվելու եւ ինչ ծավալներով եւ անտառշինությամբ այդտեղ ինչքան է ծավալ նախատեսած եւ ինչ գլխավոր ծառատեսակներ պիտի հատվեն։ Սրանք տվյալներ են, որ ես պարտավոր եմ իմանալ։ Եվ վերջին դուք այնտեղ անտառհատումներ եք անում, որտեղ կա երկու նախարարների մյուս հրամանը, որտեղ տրված է անտառամերձ համայնքների ազգաբնակչությանը ձրի մինչև 8 խոհանարդ մետր ծավալով ոչ արդյունագործական փայտանյութ ձրի տեղափոխել իրենց բնակարանների տաքացնելու համար։ Հիմա այդ ձեր տարածքներում որ հատումներ արվում, այնտեղ մեծ քանակությամբ այդ հատումներից առաջացած
հայերեն համարժեք բառ, թափոններ չեմ ուզում ասեմ, այդ աթոդներ, այդ ծայրամասեր, ջախ ճյուղիկներ, սենց է։ Ինչի չի թույլատրում, որ մեր գյուղի ազգաբնակությունը հեշտությամբ դուք դա բուլդուզերով նստում եք հողի տակ եւ թույլ չեք տալի, որ մարդիկ ընդեղից իրանց բնականները տաքացնելու համար այդ փայտանյութը օրենքով սահմանված չափերով բերեն։ Ինչի համար չի տարեհատման ենթակա տարածքների մասով որի ասել է։ Ուրեմն տարեկան թվերը ես հիմա չեմ կարող ասել դա 13 է, 14 է, 12 է, չեմ տիրապետում ուղղակի նախարարի հրամանամոտը չկա, բայց այդ թվի շրջանակներում տվյալ տարվա ընթացքում ամսական պլանավորում է իրականացում ամեն ամիս 7 օր առաջ, ամիսը սկսելուց առնվազն 7 օր առաջ, մենք նախարարությունների ներկայացնում ենք քարտեզ, երկու նախարարությունների, նորից ասել, բնապահպանության նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, մենք ազգակիր համայնքներից որևէ գաղտնիք չունենք, կխնդրեմ պարոն Պապեյանին, այդ նույն քարտեզը ամեն ամիս նախարարություններին զուգահեռ ձեզ կտա։ Մեր ծրագրի իրականացման հետ կապված 2008 թվականից սկսվել է անտառահատման աշխատանքները։ Սկզբնական շրջանում հայտանյութը հատվում էր եւ տեղի բնակչությունը հատուկ թույլտվություններով ներս էին գալիս տվյալ տարած հավաքում այդ ջախը ասած ասած։ Բայց քանի որ ցանկացած 100-ից կարող է մեկը մենակ ջախ անել, մնացածը կտրում էր կողքի ծառը, որ կյանքում պետք է չկտրվեր, գոնե կտրվող տարածքում չէր, նրա վրա մի քանի ջախ դնում ու դուրս գալիս։ Այս բոլորին հայտնի է։ Եթե կարող է ինչ-որ մեկ ասի, չէ, չգիտեմ, հաստատ իմացեք, որ տենց է եղել։ Դրանից հետո մենք մեր ընկերությունում ընդունեցինք 15-20 աշխատողներ, բոլորը լսել եք ջախի բրիգադը։ Այդ բրիգադը հավաքում էր, չգիտեմ, ստեղ նստածների ծունտում մենք ուղարկած կրնենք այդ ջախից, եւ թեղուլ եւ շնորհ համայնքների, շատ տատիկների, պապիկների, չգիտեմ, շատ ընտանիքների ուղարկել ենք։ Չէ՞ մենք իհարկե ունենք այս ցուցակները, անհրաժեշտորեն կարող տրամադրել։ Ես հիմա այդ արել եք ընտրությունից ընտրություն, երբ որ ընտրությունների նախաշեմին ա եղել ու մուզացել նրան ուղարկել եք։ Թողասեն այդ գյուղացիները, եւի գյուղացիները։ Թողասեն, Չորս հոգու վրգել է դու մեզ ասել մի քիչ հիվանդագին բաներ Եթե 2008 թվականից մինչև 13 թվականը ամեն տարի ընտրություն այլ է, ուրեմն դուք ճիշտ եք, բայց դա մեր բնականon գործընթացն այլ է։ Եղավ ամենայն դեպս ոնց կպատկերացնի, բայց իրականությունն դա է։ Հիմա իսկ արդեն պայմանավորություն ունենք եւ կտրող ընկերության եւ անտառի հետ, ամենակարևորը հայ անտառի հետ, որ մենք որևէ անգամ այնտեղ ոչ մի բան չենք հավաքելու, որովհետեւ ամենատարբեր խոսակցություն անում, հավաքում, մենք ծախում ենք ինչ, ձեր փայտը դուք հավաքեք։